Հրապարակորաթերթը գրում է իշխանական մեր աղբյուրների փոխանցման պաշտոնական Մոսկվան մոտ մեկ ամիս ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին կամ կողմնորոշվեք ԵՄ-ի ԱՏՄ ընտրության մեջ կամ սկսում ենք ռեպրեսիաների երկրորդ ավելի դաժան փուլը, թե ինչ նկատի ունեն եւ ինչ է սպասվում, բացի տնտեսական սանկցիաներից եւ արտահանման սահմանափակումներից մեր աղբյուրները լավատեղյակ չէին։ Միայն մի քանի կծկտուր օրինակ նշեցին, որոնց մասին սարսափով էին խոսում։ Առաջինը հայ խոպանչիների հարցն է, որը Պուտինը չորով դնելու է եւ դեպորտ է անելու իր երկրից։ Մեր քպական աղբյուրը նկարագրում էր, թե ինչ կլինի, եթե 500,000 մեր հայրենակիցները Ռուսաստանից վերադառնան Հայաստան ու անգործ մնան։ Կարելի է պատկերացնել թե իրենց, թե երկրի վիճակը։ Երկրորդ օդային տարածքը փակելն է, այսինքն Հայաստան կատարվող չվերթների դադարեցումը, ինչը կհանգեցնի զբոսաշրջության անկման, ավիատոմսերի խիստ թանկացման չհաշված տեխնիկական խնդիրները, ապա կարող են անցնել գազին եւ մյուս հարցերին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Առնուրեյեմի տեղեկություններով օգոստոսի 18-ին Երևանի Նաիրիզարյան 17 հասցեում նախատեսվում է քննարկում Արցախի պաշտոնյաների եւ ազգային ժողովի բոլոր խմբակցությունների падգամավորների միջև։ Մեր աղբյուրների փոխանցմամբ քննարկման հիմնական թեմաներից մեկը Արցախի ազգային ժողովի նոր նախագահ եւ նախագահի տեղակալ ընտրելու հարցն է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Ժողովուրդ օրաթերթը դեռևս կառավարության նոր կազմի ձևավորման փուլում տեղեկացրել էր, որ նախարարությունների ղեկավարների մակարդակով մեծածավալ փոփոխություններ չեն սպասվում, փոխարենը հիմնական վերադասավորումները լինելու են փոխնախարարների օղակում։ Ժողովուրդ օրաթերթը նախկինում գրել էր նաև, որ առողջապահության նախարարությունում եւս փոխնախարարների ճակատագիրը վերջնականապես որոշված չէ։ Մասնավորապես խոսքը նախարարի առաջին տեղակալ Լենան Անուշյանի եւ նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի մասին է։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Լևոն Հակոբյանն այս օրերին Երևանի Իմպրեսո սրճարանում է հիմնականում լինում եւ այնտեղ է սպասում իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ վերջնական որոշումը։ Լենան Անուշյանն էլ մեր տեղեկություններով այս օրերին արձակուրդ է վերցրել եւ մեկնել հանգստի, նա եւս սպասում է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ որոշմանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով երեքշաբթի օգոստոսի 11-ին տեղի է ունենալու քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված է նաև Կոտայքի մարզպետի հարցը։ Ինչպես ավելի վաղ հայտնել է ժողովուրդը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ազգային ժողովի падգամավոր է ընտրվել եւ տեղափոխվել խորհրդարանական աշխատանքի, իսկ Կոտայքի մարզպետի պաշտոնի հիմնական թեկնածուն ԿՊ խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանն է։ Ստեփանյանը նախկինում զբաղեցրել է նաև Հրազդանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով հենց նրա թեկնածությունն է քվեարկվելու ԿՊ վարչության այսօրվա նիստում։